Բարի առավոտ որդիակս։ Ես ձեր կողքի գյուղի քահանան եմ, գալիս էի ձեր գյուղ ժամերկության։ Ճանապարհին լսեցի այս հրաշալի զանգուլակների ձայնը եւ ինձ անչափ հետաքրքրեց, թե ինչու ես այս զանգուլակները կախել գերանդից։ Խոդը որ հնձում եմ, խոդի մեջ է ժամանակ լիքը մանր պուջուր կենթաններ են ալնում։ Այս զանգել որ զնգում է, իրանք վախենում թռնում են։ Ճիշտ է, իմ տարիքը մեծ չէ, բայց ես իմ կյանքում տեսած չկամ այսպիսի մարդ, որը մտածում է անգամ մրջունատիպ եւ բլոջատիպ կենթանիների մասին։ Եթե դու ինչ-որ մեղք ես գործել քո կյանքում, ես պատրաստ եմ հենց հիմա եւ հենց այստեղ քո մեղքերին թողություն տալ։ Կա մի հատ դες մեղք։ Քեզպես մարդուց հավատալու չէ, բայց ինչ արած պատմի։ Այս տարածքը որ կա, խազային ունի։ Մի օր այս խազայինս ու իրականիկը հելան գնացին քաղաք, աղջիկն էլ տուններ մնացին։ Մադա տուն, ասի բարև, ասես բարև։ Դե ուրիշ բան չէր մնամ անել, դու մի հատ այս խազայինի աղջիկան հավեսով հնձի։ Մեծ մեղք ես գործել որդիակս։ Ես քո մեղքերին թողություն եմ տալիս։ Բարով մնաս։ Տերար ջան, Էլի արա։ հա։ Մի օր էլ այս խազայինից կնիկն ու աղջիկը հելան գնացին քաղաք, խես խազայինից թողին տանը մենակ։ Մադա տուն, տենամ խորը քանածա։ Ծիխարյա մոդեցա, էլ ոչ բարև, ոչ բարլուս։ Դարուննա հավեսով հալցին։ Որդիակս, հաճկիս այդ զանգուլակները դու գերանդիի վրա չպետք է կախեիր։ Դոնտե կախես ու մարդիկ կախներ։